մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հարցը։ Նախ մինչև բուն ասելիքիս անցնելու ուզում եմ մեր հայրենակիցների շատերի համար պարզաբանել, որտեղ շատերի մոտ թյուր ընկալում կա, որ սա կալանավորման կամ խափանման միջոցի միջնորդություն է, բայց սա վերաբերում է նրան, որ պարոն Աղազարյանը, եթե նման որոշում կայացվի, ներգրավի որպես մեղադրյալ եւ իր նկատմամբ գործառույթի։ Հիմա նախ ուզում եմ ասել, որ իմ համար այս process-ը բավականին տհաճ եւ անդուր process է ու զուտ մարդկային առումով ես չէի ուզենա, որ ընդհանրապես մենք նման խոսակցությունների մեջ հայտնվենք։ Հովիկ Աղազարյանի հետ մենք 6 տարի աշխատել ենք, իմ պատգամավոր լինելու առաջին օրվանից Հովիկ Աղազարյանի հետ կողք կողքի ենք նստել, բազում փորձությունների միջով ենք անցել, բազում դեպքերում պատասխանատվություն ենք միասին վերցրել, շատ դեպքերում ես եմ իրենից խորհուրդ հարցրել, շատ դեպքերում ինքն է ինձնից խորհուրդ հարցրել ու ես էլ պարոն Աղազարյանին միշտ համարել եմ ու համարում եմ ուղղախոս ու անկեղծ մարդ ու բաց մարդ, որովհետև ի տարբերություն մեզնից շատերի պարոն Աղազարյանը մի հետաքրքիր բնավորության գիծ ունի, որ բոլորին պատասխանում է, նամակներին, զանգերին, մենք այդպես չենք անում, հատկապես երբ անծանոթ համարներից է ինչ-որ զանգեր գալիս ու փորձում է ամեն դեպքում ես այս 6 տարվա ընթացքում դրանում համոզվել եմ բոլորին օգտակար լինել, երևի հենց այդ վերաբերմունքի պատճառով է նաև երբեմն նման իրավիճակների մեջ հայտնվում։ Հիմա առաջադրված է մեղադրանք։ Ես իրավաբան չեմ, հարգելի գործընկերներ, ի տարբերություն մեր գործընկեր պարոն Գաբրիելյանի, այդքան էլ շատ չեմ հասկանում եւ մենք էլ դատարան չենք, բայց ինձ համար էլ այս գործի մեջ բազում հարցեր կան եւ այդ հարցերը այս քննարկման ընթացքում ոչ թե փարատվեցին, այլ շատացան։ Ես հիմա չեմ ուզում ինձ դնել դատարանի տեղ, որովհետեւ շատ դեպքերում պարզվում է դատարանի որոշումն էլ է բեկանվում, բայց տիկին դատախազ դուք նշում եք օրինակ հարցերին պատասխանելու ժամանակ, որ քաղաքական հարց է, դուք քաղաքական հայտարարություն չեք ուզում անել, դա լրիվ հասկանալի է, բայց մենք ըստ էության քաղաքական որոշում ենք կայացնելու հաշվի առնելով որոշ նաև մասնագիտական նյուանսներ։ Ես հույս ունեմ, որ այն մտահոգությունները, որոնք մեր ընկերները հնչեցրեցին ձեր եզրափակիչ ելույթում, դրանց կանդրադառնանք, ուղղակի ես եւս երկու բանի եմ ուզում անդրադառնալ, որոնց մասին նույնպես խոսք գնաց։ Ենթադրել ազդեցության մասին։ Մեր հնարավորությունները որպես ազգային ժողովի պատգամավորներ, իմ կարծիքով դուք գերագնահատում եք։ Մենք նման հնարավորություններ չունենք ու շատ, չգիտեմ դա լավ է թե վատ է, բայց շատ դեպքերում որևէ նախարարության, վարչության պետը որևէ հարց ավելի արագ կարող է լուծի, քան մենք։ Երբ մենք որևէ հարցում անգամ միջամտում ենք, մենք միջամտելու ժամանակ անպայման ասում ենք օրենքի շրջանակներում ու հիմնականում դա վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիների գործերը ուղղակի քնեցնում են, ասենք կարող է մոռանալ, որ մարդկանց պետքա պատասխանել, ոչ թե մերժել, այլ պատասխանել։ Իսկ մեր ազդեցության մասին ամենալավ գնահատականներից մեկը այն միջնորդություններ, որը մենք ներկայացրեցինք երկու երեխաների մոր նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար, եթե մենք տենց ազդեցություն ունենայինք, ինձ թվում է այդ միջնորդությունը հաշվի կառնվեր։ Առավել եւս այն միջնորդությունը ու այն կալանքը, որը վերջում Վճռաբեկ դատարանը համարեց ոչ իրավաչափ, այսինքն մենք արդար բանի համար ենք փաստացի միջնորդել։ Այսինքն խնդրում եմ այդ մասով պատգամավորների ազդեցությունը մի գերագնահատեք։ Եվ երկրորդը, եթե որպես փաստարկ նշվում է որևէ գրություն ուղարկել է քաղաքաշինության կոմիտե, այդ դեպքում այդ մասին էլ նշվեց։ Այդտեղ մենք պիտի մի քիչ զգույշ լինենք, որովհետև եթե այդպես ստացվի, ես օրը 5 հատ նամակ եմ ուղարկում, 5 հատ զանգ եմ անում ու տարբեր մարդկանց հետ խոսում եմ տարբեր թեմաներով։ Այդ նշանակում է ամեն անգամ որևէ գործողություն կատարելուց
առաջ պիտի մտածեմ, կարող է հետո ինչ որ քրեական գործ բացվի կամ կարող է մտածեմ այն մարդը, որ ինձ դիմել էր իմ հարևաններ կամ բարեկամներ, ես պիտի զերծնվեր։ Ինչ կապ ունի հարևան, բարեկամ, ծանոթ, եթե խնդիրը օբյեկտիվ է, այդ խնդրով պետք է զբաղվել։ Ու ես ուզում եմ ասել, որ այս ընթացքում մի քանի անգամ կոնֆլիկտ եմ ունեցել նաև որոշ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որովհետև իմ եւ իրենց պատկերացումները շատ դեպքերում տարբերվել են։ Ու իմ падգամավորական գործունեությունը իրականացնելու ժամանակ, երբ ես նամակներ եմ ուղարկել կամ ինչ-որ քննարկումներ եմ հրավիրել, մենք ունեցել ենք բավականին, չեմ ասում տհաճ, բայց անհասկանալի խոսակցություններ, որովհետև իմ կարծիքով, օրինակ, պետական շահերից է բխում, երբ որ տնտեսվարողները աշխատում են, հարկեր են վճարում, իսկ կարող է որոշ մարդկանց շահերից բխի, որ տնտեսվարողներին պետք է կալանավորել։ Գիտեք, այստեղ մենք մի քիչ ծայրահեղությունների մեջ ենք ընկնում, որովհետև երբեմն մեզ մոտ գալիս է մի իրավիճակ, երբ որ մարդուն կարող է 100,000 դրամ հարկ թաքցնելու համար կալանավորենք, բայց անգործության հետևանքով պետությանը 200 միլիոն դրամի վնաս տալու համար որևէ գործողություն չիրականացնենք, որևէ մեկը չգնա ու նաև դրա պատճառն եմ հասկանում, որովհետև այդ որ նամակը կարա դառնա խնդիր, շատ պաշտոնյաներ մեզ մոտ վախենում են պատասխանատվություն վերցնելուց։ Այս լրջագույն խնդիրը հարգելի գործընկերներ, երբ որ մարդուն որևէ հարցով դիմում են, ինքը ավելի նպատակահարմար համարում այդ դիմումը կամ այդ ծրագիրը կամ այդ առաջարկը գցի դարակում ու դրա մասին մոռանա, հետո երբ հարցնեն ասեն ինչ եղավ մի սուտ հորինի, քան ինչ որ պատասխանատվություն վերցնի, որ վաղը մյուսը չգան իրեն ասեն, բա դու այս գործը որ արել ես, կարող է այս մարդը քո ծանոթներ։ Հասկանում եք, մենք սրանով պետական համակարգի արագությունը ոչ թե նվազեցնում ենք, այլ ուղղակի կանգնեցնում ենք այս համակարգի գործունեությունը։ Ու մեզնից ամենամեծ բողոքը հենց պետական համակարգի աշխատանքի դանդաղությունը, որի հիմնական պատճառներից մեկը այդ վախն է։ Այսինքն մենք պիտի այստեղ բաների մեջ չընկնենք ծայրահեղությունների մեջ ու հասկանանք, որ երբեմն աշխատելու համար պիտի ավելի մեծ պատասխանատվություն լինի, քան աշխատելու համար։ Իսկ նամակներ ուղարկել, գրություններ ուղարկելը падգամավորի անմիջական գործն է, որով ինքը ամեն օր պիտի զբաղվի։ Ըստ էության այսքանը, ես էլ եմ ուզում կրկնել մեր գործընկերների խոսքը, որ մենք որոշում չունենք դեռևս այս պահին եւ որոշումը կայացնենք հաշվի առնելով քննարկման արդյունքները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։